Իսրայելական ռումբերից փախչող իրանցիների համար առաջին կանգառներից է հայ-իրանական անցակետը։ Սահմանը հատում են իրանցիներն ու շունչ քաշում, Հայաստանում ապահով է կարծում են։ Մեքենայով եմ հասել հայկական սահման, հիմա հանգիստ եմ, որովհետև գիտեմ, Հայաստանը ապահով երկիր է, լավ մարդկանցով, մինչդեռ Իրանում մնալը չափազանց վտանգավոր է դարձել։ Հայլուրի նկարահանող խումբը ֆիքսել է, որ այսօր վաղ առավոտից անցակետը ճամպրուկներով հատող իրանցիների թիվը այնքան մեծ չի եղել, որքան հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ։ Պատճառներից մեկը ինտենսիվ հրետակոծությունն է։ Շատերը ռիսկ չեն անում ճանապարհ ընկնել, երբ գլխավերևում իսրայելական հրթիռներ են պտտվում։ Շատ քաղաքներում չի աշխատում տրանսպորտը, տաքսիներն էլ շատ թանկ են, ամեն մեկը չէ, որ ունի այդ հնարավորությունը։ Հիմա մարդիկ նախ դուրս գալու խնդիրը ունեն, տրանսպորտ չկա, ես $300 տաքսի փող եմ տվել, որ եկել եմ սահման։ Թանկ է նաև։ Չկա, մարդիկ դուրս չեն գալիս, ընդհանուր տրանսպորտ չկա, հետո ռմբակոծություններն ա, ոչ մեկը ռիսկ չի անում դուրս գալու համար։ Անցակետում մարդկանց կուտակումներ չկան, քանի որ Թեհրանի միգրացիոն կենտրոնը պատերազմի առաջին օրը ռմբակոծվել է։ Հայաստանում Իրանի դեսպանն այսօր հայտարարել է, որ սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված 24 ժամ փակ է եղել Իրան-Հայաստան սահմանը։ Այսօր առավոտյան ժամը 9:30 այդ խնդիրը լուծվել է եւ երկու կողմից երթևեկությունը վերականգնվել է։ Այս տղամարդը Սպահանից է ճանապարհ ընկել, ասում է, էլ փող չունի, ուզում է Հայաստանում մի քանի կոպեկ աշխատել, վերադառնալ տուն։ Փող չկա, ոչինչ չկա, Հայաստանում մի քիչ կաշխատեմ, գաղափար չունեմ, երբ կավարտվի այդ անիծյալ պատերազմը, մինչև ուր կհասնեն։ Մեծ դժվարությամբ են լքում հայրենիքը իրանցիները, թեկուզ ժամանակավոր։ Թավրիզից դուրս եկած այս աղջիկը հույս ունի շուտով վերադառնալ։ Մեծ ցավ եմ զգում երկիրս այս վիճակում տեսնելով։ Մարդիկ սպանվում էին բոլորիս աչքի առաջ։ Այնքան եմ լացել, այնքան արդյունք չի մնացել։ 1-2 ամսից երևի կվերադառնամ Իրան, հստակ չեմ կարող ասել։ Թրամփն ասել է 1 ամսից կավարտվի։ Ես երազում եմ, որ այս ամենն ավարտվի։ Լավ հարաբերություններ ունենանք Միացյալ Նահանգների ու Իսրայելի հետ։ Երազում եմ, որ մեր երկրներն էլ մի օր Հայաստանի, Վրաստանի, եվրոպական երկրների պես ազատ լինի ու հանգիստ ապրենք։ Անցակետում մեծ անորոշությամբ այսուայն կողմ են քայլում դեպի Իրան բեռնափոխադրումներ անող վարորդները։ Իրանում կապ չկա, չեն կարողանում շփվել այնտեղ գտնվող իրենց գործընկերների հետ։ Հիմնականում էս ինտերնետի հարցն է, որը չեն կարող դոկումենտների հարցը որոշի, էլի։ Որտեղ ստե ամբողջ կապված է ինտերնետով։ Մեքենաների ելքը Իրան արգելված չէ, սակայն ագարակցիները չեն կարողանում ոտքով անցնել սահմանը, սեփական կարիքների համար առևտուր անելու նպատակով։ Արգելել են вообще, այդ հալը։ Բայց մեքենայով կարան գետան, էլի։ Ոտով չեն թողնում։ Լիլիթ Գասպարյան, Արփի Ռափյան, Տիգրան Գասպարյան, Հայլուր։